Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Այսօր Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Անմահ պատարագ է մատուցվում եւ նաեւ դուրս է բերվում Սուրբ Գեղարդը, այսինքն բնականon իր աշխատանքը շարունակում է Մայրաթոռը, բայց գիտենք նաեւ որ ներսում արդեն իսկ իշխանությանը հաջողվեց պառակտում մտցնել եւ 9 եպիսկոպոս դիմել են վեհափառին, որպեսզի նա հեռանա եւ նաեւ Արշակ Սրբազանին հեռացնի, ամեն դեպքում խնդիրներ կան եկեղեցու ներսում։ Իշխանությունը շատ ողջավորված է այս ամեն ինչով, ասում է որ սա վերջացած խաղ է արդեն, բայց մենք տեսնում ենք, որ մոտ 60 եպիսկոպոսներից ընդամենը 9-ն է դիրքորոշում արտահայտել կամ 13 հոգի, որից 9-ն է ստորագրել։ Հիմա ինչ է լինելու եկեղեցում։ Եկեղեցին իրականում այս պահին փաստորեն հայտնվել է այս իշխանության խարդավանքների կենտրոնում, որովհետև երբ մինչ այդ Փաշինյանը փորձում էր զուտ հայտարարություններով եւ երբեմն նույնիսկ շատ ոչ ընդունելի բառապաշարով խոսել առանձին հոգևորականների մասին եւ այլն, դրանով փորձում էր ըստ էության մտցնել պառակտում հասարակության մեջ, այսինքն սկզբում փորձել հասարակությունը բաժանել շերտերի, որոնցից մի մասը շարունակում է հավատարիմ մնալ եկեղեցուն եւ իրեն դիտարկել որպես եկեղեցու պաշտպան, մյուս մասն էլ հակառակը անցել էր եկեղեցու քարկոծման գործընթացին, թեև իրենք փորձում էին հիմնավորել, որ այդ ամեն ինչը եկեղեցու դեմ չէ, այլ առանձին հոգևորականների դեմ է։ Մենք տեսանք, որ իրականում չէ, խնդիրը ավելի խորն է եւ իշխանությունը հասարակությունը պառակտելուց զատ անցավ նաեւ եկեղեցին պառակտելու գործերին։ Եթե իմ գնահատականը հնչեցնեմ, ապա մեծ է իմ անհանգստությունը, որ այդ եպիսկոպոսները, ովքեր միացել են հայտարարությանը, տրվել են Փաշինյանի կողմից շանտաժի, որովհետև մեծ է իմ անհանգստությունը, որ նա ունի ինչ-որ կոմպրոմատներ եւ այդ կոմպրոմատների միջոցով է փորձում օգտագործել այդ հոգևորականներին, որովհետև դա այս իշխանության համար նորություն չէ, դա իրանց համար սովորական գործելավոճ է, իրենք իրենց թիմակիցներին են կոմպրոմատներով պահում, ելուր մնաց, որ հոգևորականների հետ կապված որևէ կոմպրոմատներ չհավաքեն եւ չօգտագործեն։ Եվ այս պարագայում, այո, մենք տեսնում ենք, որ 60 եպիսկոպոսից 9-ն են միացել այդ հայտարարությանը եւ դրա հետ մեկտեղ տեսել ենք բազմաթիվ եպիսկոպոսների եւ հոգևորականների հայտարարություններ, որով նրանք հայտարարում են, որ շարունակում են հավատարիմ մնալ եկեղեցուն, հավատարիմ մնալ վեհափառին, բայց սա շատ ցավալի երևույթ է, որովհետեւ մենք չպետք է ըստ էության որևէ կերպ խառնվենք եկեղեցու ներքին գործերին, իսկ այս իշխանությանը եւ Փաշինյանին դա հաջողվեց։ Եկեղեցին ինքը իր թիմակիցների շրջանակներում պետք է փորձի վերհանել խնդիրները եւ փորձի լուծել այդ խնդիրները, բայց երբ որ խնդիրները հրահրվում են, ներդրվում են արդեն իշխանության կողմից, դա իսկապես լուրջ սպառնալիք է մեր եկեղեցում։ Այո, նշեցիք, այսօր եկեղեցին շարունակում է իր բնականon հունով իր գործառույթները իրականացնել, Գեղարդն է հանվում եւ այլն, բայց երբ խոսում ենք, որ գնում են Էջմիածին, բոլորի մոտ սկսում է անհանգստությունը, թե տեսնես այսօր ինչ են այս իշխանությունները արել եկեղեցու հանդեպ, բոլորովին այսպես վերանալով այն ծիսական արարողություններից, որոնք որ եկեղեցին իրականացնում է եւ այս լարումը մցրել է այս իշխանությունը մեր հասարակության մեջ եւ նա շարունակելու է սա խորացնել, որպեսզի պառակտի եւ եկեղեցին եւ հասարակությունը։ Հիմա դու կարծում եք կարող է հնարավորություններ ունի եկեղեցին այս խնդիրների ներսում լուծելու եւ այն սցենարը, որ գծված է, որպեսզի չիրագործվի, թե կարծում եք ամեն դեպքում արդեն իսկ այդ գործընթացը մեկնարկել է, այսպես ասած, պառակտելու եկեղեցին եւ հնարավոր է ավելի շատ եպիսկոպոսներ միանան։ Ես վստահ եմ, որ իշխանությունները շարունակելու են իրենց գործելավոճը եւ փորձելու են որքան հնարավոր է բարձրաստիճան հոգևորականների ներգրավեն իրենց խարդավանքի կողմը, չեմ խոսում իհարկե մնացած ավելի ցածր աստիճանի գտնվող հոգևորականների մասին, բայց ես ուզում եմ հավատալ, որ այնուամենայնիվ այն հոգևորականները, որոնք մինչ այժմ չեն տրվել այդ խարդավանքին, կայուն են լինելու իրենց համոզումներում, կայուն են լինելու իրենց օծմանը, որովհետև այդ նույն հոգևորականները օծվել են, փաստորեն
այն վեհապարի եւ եկեղեցու կողմից, որի սպասավորն են հանդիսանում։ Եվ ես հասկանում եմ, որ եկեղեցու խնդիրները պետք է լուծվեն։ Ես հասկանում եմ, որ եկեղեցու խնդիրները պետք է լուծվեն իրենց ներսում, բայց ես չեմ ուզում հավատալ, որ ներդրված խնդիրները, հա, իշխանության կողմից լրացուցիչ բարձրացված խնդիրներն են, որ պետք է այսօր դառնան եկեղեցու ինչպես քննարկման, այնպես էլ պառակտման խնդիր։ Ուզում եմ հավատալ, որ ընդհանրապես այս 9 եպիսկոպոսներն էին եւ նրանց այլևս միացողներ չեն լինելու։ Երբ քննադատվեցին այդ եպիսկոպոսները հենց ընդդիմության կողմից, որ արդյոք նրանք կուսակրոնության ուխտը չէին խախտել կամ որևէ ամբից էին, որևէ խնդիրներ չունեին, հետո արդեն իշխանության կողմից հայտարարություններ հնչեց, որ այսինքն դուք էլ եք ընդունում, որ նրանք խնդիրներ ունեն, բայց մենք էլ դա ենք ասում, որ այո, խնդիրներ կա եկեղեցում եւ պետք է այդ խնդիրները լուծվի։ Հիմա ասում եմ, երբ որ դուրս եկան Փաշինյանի վեհապարի դեմ եւ Փաշինյանին գնացին հանդիպեցին, հիմա նոր խոսում եք նրանց խնդիրների մասին, բայց մենք էլ դա ենք ասում, որ խնդիրներ կան։ Ամբողջ հարցը դրանումն է, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, որ չկա որևէ կառույց, այդ թվում նաև եկեղեցին, որ խնդիրներ չունենա, բայց այդ խնդիրները իրենց ներքին խնդիրներն են։ Եվ այստեղ հարցը ամենևին նրանում չէ, որ մենք բոլորս անտեսում ենք այդ խնդիրները եւ այլն, բայց մեզանից որևէ մեկը իր վրա չի վերցնում այդպիսի պատասխանատվություն խառնվել այդ ներքին գործերին։ Այսօր իշխանությունը անում է ճիշտ հակառակը, այսինքն ինքը խառնվում է եկեղեցու գործերին, այդպեսով փորձում է թույլաtsնել ինչպես եկեղեցին, այնպես էլ եկեղեցի եւ հասարակություն կապը։ Ես իհարկե հասկանում եմ, որ երեկվա եպիսկոպոսների վարքագիծը եւ հատկապես Փաշինյանի հետ հանդիպելը մարդկանց զայրույթն է առաջացրել, որովհետեւ վերջին հաշվով մենք բոլորս պետք է առաջնորդվենք մի կարևոր աստվածաշնչյան սկզբունքով՝ մի դատիր, որ չդատվես, եւ երկրորդը թող առաջինը քար նետի նա, ով կհամարի, որ ինքը մեղքեր չի գործել, եւ հետեւաբար այս պարագայում նաեւ եպիսկոպոսների կողմից իրենց հայտարարություններում իրենք պետք է առաջնորդվեին աստվածաշնչյան կարևորագույն սկզբունքներով։ Եվ այս առումով ես իհարկե ոչ կփորձեմ քննադատել եւ ոչ էլ կփորձեմ այդ եպիսկոպոսներին պիտակավորել, ինչպես արել են շատերը, ես պարզապես հույս ունեմ, որ նրանք էլ հենց կառաջնորդվեն այդ սկզբունքով, որ մի դատիր, որ չդատվես, եւ ի վերջո կհասկանան, որ եկեղեցին այն կառույցն է, որի պառակտումը բերելու է նաեւ հասարակություն եւ եկեղեցի անջրպետի առաջացման, որովհետեւ իր կայունությամբ, իր միասնությամբ է նաեւ եկեղեցին մարդկանց մոտ այդ վստահությունը առաջացնում եւ երբ եկեղեցու ներսում են խնդիրները եւ այդ խնդիրները ի ցույց են հանվում հասարակությանը, դա բերելու է արդեն անջրպետի հասարակության մարդկանց հավատացյալների եւ եկեղեցու միջև։ Իսկ ինչ վերաբերում է, որ նոր տեսակ խնդիրները ոչ, այդպես չի։ Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ խնդիրներ կան, եկեղեցու ներսում գտնվողները հասկանում են խնդիրներ կան, բայց մենք առաջնորդվում ենք սահմանադրական կարևորագույն սկզբունքով, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ միևնույն ժամանակ օրենքով համաձայն որի իշխանությունները պետք է հարգեն եկեղեցու ինքնավարությունը։ Այո, թող եկեղեցում այդ հարցերը իրենց մեջ քննարկման առարկա դարձնեն, լուծումներ գտնեն, բայց դրանով իսկ չփորձեն որևէ կերպ հասարակությանը հեռացնել եկեղեցուց։ Հիմա այս ամեն ինչի մեջ դուք արհեստական չեք տեսնում թեմաները, այն որ իբրև թե Աշոտ Սրբազանին չի հեռացրել վեհապարը, դրա համար են իրենք այդ նամակը գրել եւ հետո ստորագրել, բացի այն որ իրենք էլ ունեն շատ խոցելի են իրենք որպես հոգեվորականներ եւ տարիներ շարունակ մամուլը իրենց մասին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել, ոչ միայն անձնական բնույթի, այլ նաեւ կոռուպցիայի հետ կապված, այլ գործերի հետ կապված, ֆինանսների հետ կապված։ Հիմա ինչու է նրանք փաստացի դուրս եկել վեհապարի դեմ, այսինքն այստեղ նկատելի չէ այդ արհեստականությունը։ Իհարկե այս ամեն ինչը արհեստական է, նախ սկսենք նրանից, որ իշխանության կողմից արհեստական օրակարգով է սկսվել արշավը եկեղեցու դեմ եւ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ որքան էլ իշխանության ներկայացուցիչները փորձեն մարդկանց համոզել, որ դա եկեղեցու դեմ չէ, առանձին հոգեվորականների դեմ է եւ այլն, բայց բոլորս քաջ գիտակցում ենք, որ հակառակը սա եկեղեցու դեմ է եւ սա նաեւ հետևանք է այն բանի, որ կաթողիկոսը Բեռնում խոսեց արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ինչը այսօրվա իշխանության քաղաքականության մեջ չի մտնում եւ ճիշտ հակառակն է արվում։ Այսինքն այս ամեն ինչը բերեց նրան, որ իշխանությունը
շրջանառության մեջ գցի այնպիսի ուրեմն վարկածներ, որոնցով որ թվում է թե թիրախավորում է առանձին հոգևորականներ, բայց մենք տեսնում ենք, որ թիրախավորում է հենց եկեղեցուն եւ պատճառներից մեկը նաեւ այն է կայանում, որ այսօր եկեղեցին բոլոր սոցիալական հարցումներով ունի վայելում է ամենաբարձր վստահությունը մեր հասարակության մոտ եւ այս պարագայում այո պետք է թույլաtsնել այն կառույցը, որը ավելի վստահելի է, քան կարելի էր պատկերացնել։ Իսկ եպիսկոպոսների կողմից բերված ստորագրությունը եւ իրենց կողմից օրակարգ բերված այդ խնդիրը հասկանալի է, որ ամենևին էլ իրենց նախաձեռնությունը չէ։ Իհարկե այստեղ նկատելի է իշխանության ուրեմն ձեռք խառը լինելու հանգամանքը եւ ես էլի եմ կրկնում հատկապես իրենք, որ հոգևորականներ են եւ վստահաբար ինձանից եւ ձեզանից լավ գիտեն բոլոր սկզբունքները, իրենք էլ պետք է հենց առաջնորդվեին այն սկզբունքով, որ թող առաջինը քարնետինա, ով մեղք չի գործել, իսկ ինչ վերաբերվում է իրենց մեղքերին, ապա դրա մասին այո բազմաթիվ հրապարակումներ են եղել, բայց նույնիսկ այդ հրապարակումների ժամանակ որևէ մեկը չի փորձել միջամտել եկեղեցու գործերին, որևէ մեկը չի ասել, որ տեսեք ձեր հոգևորականի, իսկ այժմ նաև թեմի առաջնորդի կոռուպցիոն գործարքների մասին բաներ են եղել, բացահայտումներ են եղել, եկեղեցի եւ հոգևոր հայրեր ինչպես է լուծելու իր խնդիրը։ Այսինքն մարդիկ ասել են, որ եթե կա այստեղ իրավական գործընթաց եւ իրավական խախտումներ, իրավական տիրույթում այո պետություն դու հարցը լուծի, բայց որևէ մեկը չի փորձել եկեղեցուն եւ հոգևորականներին մեղադրել, թե ինչու իրենց կանոններով այդ անձի հարցը չեն լուծում, այսինքն որևէ մեկը չի փորձել միջամտել եկեղեցու գործողություններին եւ այս պարագայում, այսինքն անարդար է այսօրվա մարդկանց մեղադրել նրանում, որ իրենք նոր տեսան այդ հոգևորականների կողմից այս կատարված տարբեր տեսակի խախտումները, ընդ որում մարդիկ տեսնելով դա երբևէ չեն փորձել միջամտել եկեղեցու գործերին։ Նավասարդ Կրճոյանի մասով երեք Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իրեն կաթողիկոս չի տեսնում։ Եվ այսպես շարունակ կարող են ասել մյուս սրբազանների հետ կապված, որ նրանց չեն տեսնում, օրինակ, որ նորոգված եկեղեցում նրանք պետք է մնան, որովհետև Փաշինյանը երբ ասուլիս էր տալիս, միջև հանդիպել է եպիսկոպոսներին, նա ասաց, որ պետք է նորոգվի եկեղեցին եւ բարեվարկություն պետք է անցնեն բոլորը, ոչ միայն կաթողիկոսը, այլև մյուս այդ բարձրաստիճան հոգևորականները։ Այսինքն սա նշանակում է, որ այդ հոգևորականները եւս կարող են այն եկեղեցում, որ Փաշինյանը պատկերացնում է, նրանք այնտեղ չլինեն։ Նախ եկեք սկսենք նայից Փաշինյանը ով է որ որոշի, որ եկեղեցում հոգևորականները պետք է անցնեն բարեվարկություն։ Դա իր կառավարությունը չի, դա իր կառավարության անդամները չեն, եւ ոչ էլ իր աշխատողներն են, որ որոշի բարեվարկություն անցնելու են, թե չեն անցնելու։ Դա եկեղեցու ներքին գործերն է, եկեղեցին պետք է որոշի ինչպիսի կանոններ են իրեն պետք եւ ինչ կանոններով պետք է անցնեն այդ հոգևորականները, որպիսի, չգիտեմ, ստանան բարձր պաշտոններ, ընտրվեն միջև կաթողիկոս։ Բան չի, հա, կաթողիկոսի պաշտոնը դա Փաշինյանի գրպանի պաշտոնը չէ, որ ինքը որոշի, թե ով է դառնալու կաթողիկոս։ Բայց հենց այդ նույն հայտարարությունից մենք տեսնում ենք, որ ամենևին խնդիրը եկեղեցին նորոգելու մեջ չէ, եւ ինքը չէ, որ պետք է նորոգի եկեղեցին, եւ խնդիրը մենք տեսնում ենք իր արտահայտություններից, որ նրանումն է կայանում, որ ինքը ուզում է, որ կաթողիկոսն էլ լինի այն անձը, որ ինքը նշանակի ինքը եւ որը ըստ էության եկեղեցին կծառայեցնի իր շահերին։ Հետևաբար այո, այդ 9 եպիսկոպոսներից որևէ մեկը թող չունենա այն միամտությունը, որ ինքն է հանդիսանալու Փաշինյանի կաթողիկոսի թեկնածուն, որտեղ ես կարծում եմ ինքը իր մտքում վաղուց արդեն ունի իրեն հնազանդ կաթողիկոսի թեկնածու, բայց միևնույն ժամանակ ուզում եմ էլի եւս մեկ անգամ շեշտել, որ որևէ մեկը, որևէ պաշտոնյա իրավունք չունի պայմաններ դնել եկեղեցու առջև, իրավունք չունի որոշել բարեվարկության կանոններ, այդ ամեն ինչը որոշելու իրավասությունը ունի միայն եկեղեցին, եկեղեցու հոգևոր խորհուրդը առաջնորդվելով այն բոլոր կանոնակարգումներով, որոնք որ եկել են դարերի խորքից եւ դրանով էլ առաջնորդվում է եկեղեցին։ Եվ իսկապես ինչպես պետք է Փաշինյանը բարեվարկությունը ստուգի կամ ով պետք է այդ ինքը դեպ խոսում էր այդ մասին, ուղղակի չի ասում, նա նաեւ հիշում եք հանձնախմբի մասին էր խոսում, մարդիկ ում ինքը կընտրի, ովքեր անբիծ են, Աստվածաշունչ են կարդում, մեկ անգամ են ամուսնացած եւ այլն, ինքը այդ ամենը պետք է պարզի եւ փաստացի ինքը այդ նորոգումը իրականացնի։ Նաեւ կանոնագիրքը փոխելու մասին էր խոսում։
Փաշինյանը։ Եկեք եւս մեկ անգամ ուզում եմ Փաշինյանին եւ մնացած պետական պաշտոնյաներին հիշեցնել սահմանադրության դրույթը։ Եկեղեցին եւ պետությունը անջատեն եւ ամենակարևորը պետությունը եւ իր իշխանությունները իրավունք չունեն խառնվելու պետության միջամտելու եկեղեցու ինքնավարությանը։ Սրանք ամենագրված դրույթներ են եւ սրանցից դուրս մնացած ամեն ինչը կամայականություններ են եւ Փաշինյանը թող զբաղվի երկրի կառավարման հարցերով, քանի դեռ նա երկրի վարչապետն է, եկեղեցին պետք է թողնել հոգևորականներին։ Մնում էր մի հատ էլ կառավարությունը ընդուներ կանոնակարգ եւ ուղարկեր եկեղեցի, որպեսզի այդ կանոնակարգով առաջնորդվեր եկեղեցին։ Այս իհարկե աբսուրդ է, սա իհարկե անթույլատրելի է եւ չկա որևէ այլ պետություն, որտեղ որ աշխարհիկ իշխանությունները կխառնվեն հոգևոր իշխանության գործերին։ Հիմա այս վեհապարը ինչով է խանգարում Փաշինյանին։ Դուք ասացիք, որ գնացել է եւ խոսել է արցախցիների վերադարձի մասին, իրավունքների մասին, բայց առհասարակ ընտրություններից առաջ ինչ խնդիր է նա տեսնում, ինչից է անհանգստացած այսքան։ Ես նշեցի, որ առաջին կարևոր խնդիրը Բեռնում, այսինքն նաև պատճառ դարձավ Բեռնում եղած հայտարարությունը, որ ամենևին չի կիսում իրենց մոտեցումներն ու քաղաքականությունը, որովհետև իրանք ընդհանրապես հրաժարվել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից եւ այդ մասին էլ պաշտոնապես հայտարարել են, բայց անհանգստությունը նաև կայանում է նրանում, որ եկեղեցին այսօր ունի բարձր վստահություն, ամենավստահելի կառույցը եկեղեցին է եւ ընտրություններից առաջ թերևս այս կառույցը Փաշինյանը եւս կցանկանա օգտագործել իրենց համար, այսինքն վստահություն վայելող կառույցը ըստ էության կարող է աշխատել իրենց համար, եթե լինի իր կաթողիկոսը, նաև ուղղորդելու ժողովրդին գնալ ընտրել Փաշինյանին եւ իր քաղաքացիական պայմանագիրը։ Այսինքն այստեղ նաև քաղաքական նպատակներ կա, այսինքն ժամանակ եկեղեցին կարող է քաղաքականությամբ զբաղվել։ Եթե իրենց շահերից է բխում, իհարկե կարող է քաղաքականությամբ զբաղվել, բայց քանի դեռ իրենց շահերը չի սպասարկում եկեղեցին, ապա պետք է քանդել, պետք է բսկտել եկեղեցին եւ ընդհանրապես ժողովրդին հեռացնել եկեղեցուց։ Հիմա վեհապարը պաշտպանության կարիք ունի թե ոչ, որովհետև կարծիք էր հնչում, որ պետք է վեհապարը հայտարարություն անի եւ բոլորը գնաք կանգնեք նրա կողքին, նկատելով եւ քաղաքական շրջանակներ եւ այն մարդիկ, ովքեր որ համաձայն չեն այս ամեն ինչի։ Ես կարծում եմ վեհապարը ճիշտ պահին որոշում կկայացնի, որովհետև դրա միևնույն ժամանակ որևէ քաղաքական ուժ եւ որևէ հանրային ուժ չի կարող վեհապարի կամքին հակառակ որևէ բան անել։ Այսօր այս պահին որոշում կայացնողը վեհապարն է եւ ես կարծում եմ վեհապարին եւ եկեղեցուն աջակցելու պատրաստակամություն հայտնած եւ հայտնողների թիվն էլ մեծ է եւ հետեւաբար բայց արդյոք նա պետք է հնչեցնի հայտարարություն, որովհետեւ դա հենց իր դեմ էլ կարող է լինել, որ ահա տեսեք մարդկանց հավաքում է քաղաքական ուժերին ասում եկեք կանգնեք այստեղ ակցիա է ուզում անել, այսինքն եթե կա խնդիր պարտադիր չէ հայտարարությունը եկեք մեկ ընդմիշտ ֆիքսենք, որ որևէ մեկը չի ակնկալում, որ վեհապարը պետք է հրապարակային կոչ անի, եկեք կանգնեք եկեղեցու մոտ եւ օգնեք եւ պաշտպանեք ինձ, որովհետեւ անկախ ամեն ինչից եկեղեցին պաշտպանելու պատրաստակամություն ունեցող մարդկանց թիվը մեծ է, բայց միևնույն ժամանակ մարդիկ էլ պետք է հասկանան, որ թե արդյոք իրենց գործողություններով հրահրելու են նոր սրումներ եւ այս հարցն է, որ պետք է իսկապես քննարկման առարկա դառնա, որպեսզի հետո իշխանությունները չբարթեն իրենց կողմից իրականացվող գործողությունները եկեղեցու քաղաքական ուժերի եւ հանրային գործիչների վրա, իսկ իրենք դրան ընդունակ են, այսինքն իրենք սովորաբար ուրեմն ստեղծում են իրավիճակը, հետո արդեն գիտեն, թե ում պետք է կարգեն մեղավորներ, այսինքն այստեղ հարցը զուտ մոտեցումը ճշգրտելն է, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ եւ վստահ եմ, որ անկախ նրանից, թե հապարը որևէ կոչ կհնչեցնի, որևէ կոչ չի հնչեցնի, մարդիկ պատրաստ են պաշտպանել իրենց հավատը, մարդիկ պատրաստ են պաշտպանել իրենց եկեղեցին եւ թույլ չտան, որ իշխանությունները այս մի կառույցն էլ դարձնեն ատելության եւ պառակտման։ Բայց ուշացած չլինի։
Որովհետև մենք տեսանք, որ այնպես չէ, որ Փաշինյանը հավաքում է մարդիկ եւ գնում է ասում է վեհապարը պետք է հեռանա, ինչի մասին խոսել էր։ Հիմա այլ ռազմավարություն է ընտրել, այսինքն նաեւ պետք է ընդդիմադիր շրջանակները եւ նաեւ անհամաձայն մարդիկ այլ մարտավարություն ընտրեն։ Ես հասկանում եմ, այո, մենք բոլորս ի սկզբանե ակնկալում ենք, որ արշավելու է Էջմիածին եւ նա ինքն էլ դրա մասին բարբերաբար հայտարարում էր, բայց թերևս իր հրավիրած կամ իր մասնակցած պատարակներով, որտեղ որ կարգալույց եղած քահանան պատարակ էր մատուցում, որը ըստ էության պատարակել կոչել չի կարելի, բայց այդ փորձերի ընթացքում նա էլ տեսավ, որ իր համար այն քրիտիկական մասան, որը որ անհրաժեշտ է դեպի եկեղեցի արշավելու համար չի հավաքվելու, ընտրեց բոլորովին այլ մոտեցում եկեղեցին պառակտելը։ Հիմա այս պահին, հենց այս պահին իրականում, այսպես ասած, գնդակը հոգևորականների տիրույթում է, որովհետև օրինակ ես չեմ պատկերացնում, թե քաղաքական գործիչները ես եւ դուք ինչ պետք է անենք, որպեսզի այդ հոգևորականները չտրվեն կոմպրոմատներին եւ չտրվեն այն սպառնալիքներին, որ հնչվում է իշխանության կողմից։ Այսինքն այս առումով իհարկե հիմա խնդիրը հենց եկեղեցու հոգևորականների տիրույթում է եւ ես կարծում եմ, այստեղ հենց իրենք է որ լուրջ այսպես անելիք ունեն, որպեսզի թույլ չտան, որ հենց իրենց շարքերում այդ պառակտումը տեղի ունենա։ Հիմա դուք ընդդիմության թերացումը թուլությունը չեք տեսնում այս ամեն ինչում, որովհետև կարծիքներ կան, որ երբ որ Փաշինյանը սկսեց այդ արշավը, անոնսում էր նախ երկար ժամանակ, հետո արդեն գնում էր տարբեր եկեղեցիներ եւ պատարակների էր մասնակցում եւ այլն, հենց այդ ժամանակ ասում էին, որ պետք է ընդդիմությունը գործեր, նույն Մայրաթոռում, երբ որ Սուրբ եւ Անմահ պատարակ էր մատուցվում, ներկայությունը ապահովեր, այսինքն մշտապես գտնվեր եկեղեցու կողքին եւ նաեւ այլ միջոցներով, այսինքն տեսներ ուժ, որը իսկապես կանգնած է եւ ոչ թե զուտ հայտարարություններ։ Ընդդիմությունը եկեղեցու կողքին է եւ այստեղ եկեք բան չանենք, հա, չսպասենք, որ ընդդիմությունը լինելու է այն օղակը, որը որ կարող է իր գործողություններով հրահրել իշխանության ավելի պրոակտիվ գործողություններ։ Ինչ վերաբերում է թե արդյոք ընդդիմությունը թերացել է, թե չի թերացել, ընդդիմությունը իր գործողությունները համաձայնեցնում է եկեղեցու եւ վեհապարի հետ եւ հետեւաբար սխալ կլինի անել այնպիսի գործողություններ, որը չի բխի հենց իրենց կողմից պատկերացրած գործողություններից, այսինքն Վեհապարը համաձայնեցնել նկատի ունեք աջակցության առումով, որովհետև հիմա կմտածեն, թե դուք բոլոր եւ կշահարկեն այս հարցը։ Մենք խոսում էինք աջակցության մասին, իհարկե, մենք խոսում էինք եկեղեցու եւ մեր ազգային արժեքի պաշտպանության մասին եւ այստեղ է խոսքը հենց դրան է վերաբերում, որ ընդդիմությունը չի կարող անել այնպիսի մի գործողություն, որը որ չի բխի հենց եկեղեցու ակնկալիքներից եւ եկեղեցու սպասելիքներից։ Ես իհարկե հասկանում եմ հիմա շատ հեշտ է իշխանությանը թողած բոլոր հարցերում մեղադրել ընդդիմությանը եւ ասենք ոչ թե մեղադրել իշխանությանը նրանում, որ նա փորձում է մեր այսպես վերջին մնացած ազգային արժեքը քանդել եւ բսկտել, այլ մեղադրել, թե ինչու դուք չեք կարողանում ուրեմն կանխել այդ ամեն ինչը, բայց ես վստահեցնում եմ, որ նույնիսկ կանխելու գործողությունները չպետք է այս իշխանություններին լրացուցիչ մանիպուլյացիաների եւ լրացուցիչ պրոակտիվ գործողությունների տեղիք տան եւ միևնույն ժամանակ այդ գործողությունները որևէ կերպ չպետք է հակասության մեջ մտնեն այն հանդարտ եւ հավասարակշռված գործողություններին, որ այսօր որդեգրել է մեր եկեղեցին եւ նաեւ վեհապարը։ Խոսեցիք ընդդիմության գործողություններից, խոսենք վերջին նախաձեռնության մասին, կալանավորված անձած մասով լսումներ եղան խորհրդարանում, մինչ այդ հանձնաժողովում հարցը պետաիրավական քննարկվեց եւ բավականին երկար քննարկվում էր, իշխանության կողմից փաստարկներ էին ներկայացվում, դիրքորոշումներ եւ ասում են, եթե մենք քաղբանտարկյալներ ունենք, ինչու միջազգային կառույցները դա չեն արձանագրում։ Միայն ընդդիմությունն է տեսնում, որ քաղբանտարկյալներ ունենք։ Հարցը միայն ընդդիմությունը չէ, որ տեսնում է քաղբանտարկյալների առկայությունը, դա ֆիքսում են նաև առանձին հասարակական միավորումներ եւ հասարակական գործիչներ,
բայց ակնկալել, որ քաղբանտարկյալների վերաբերյալ անպայման պետք է լինի որևէ միջազգային կառույցի զեկույց եւ նոր միայն մարդկանց համարել քաղբանտարկյալ, դա իրականում իրավունքի հետ որևէ կապ չունեցող մոտեցում է։ ԵԽԽՎ 1900 բանաձևը ֆիքսել է 5 չափանիշ, որոնցից մեկի արկայությունը արդեն բավարար է անձին քաղբանտարկյալ համարելու համար։ Անձը ինքը կարող է իրեն համարել քաղբանտարկյալ։ Անձի ներկայացուցիչը կարող է այդ անձին ԵԽԽՎ 1900 բանաձևից ելնելով համարել քաղբանտարկյալ եւ իր կողմից քաղբանտարկյալ համարելու հիմնավորումից հետո ապացուցման ամբողջ բեռը ընկնում է պետության վրա, իդեմս իր իշխանությունների, ովքեր պետք է ապացուցեն, որ չէ, այդ մարդը քաղբանտարկյալ չէ։ Եվ այսօր պետությունը որևէ հակափաստարկ բերելու հնարավորություն չունի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այս մարդկանց նկատմամբ հետապնդումը քաղաքական հայացքների համար է, քրեական գործերը կեղծ են եւ շինծու են, նույնիսկ պատիժը, որ նշանակվում է շատ ավելի խիստ է, քան նմանատիպ գործերի պարագայում այլ դեպքերում նշանակվում էր այդ պատիժը, հետեւաբար այս ամեն ինչը եւ յուրաքանչյուր գործով առանձին վկայում են այն մասին, որ այսօր այդ քաղաքական հետապնդման ենթարկվողներից կալանավայրերում գտնվողները հանդիսանում են քաղբանտարկյալներ։ Եվ գիտեք, այն հակափաստարկը, բա ինչու միջազգային կառույցները չեն իրենց զեկույցներում չեն խոսում քաղբանտարկյալների մասին, իրականում խոսում է այսօրվա միջազգային կառույցների ճգնաժամային վիճակի մասին։ Այսօր միջազգային կառույցները այո չեն նկատում կամ չնկատելու են տալիս այն բոլոր խնդիրները, որ առկա են Հայաստանում ժողովրդավարության հետ կապված, որովհետև աշխարհակաղակական իրավիճակն է այսօր այդպիսին եւ այդ աշխարհակաղակական իրավիճակում այս իշխանությունները շատ ձեռք են տալիս նաեւ այդ միջազգային կառույցներին, որովհետև իրենք ունեն որոշակի ակնկալիքներ եւ այս իշխանությունները այդ ակնկալիքները սպասարկողն են հանդիսանալու, բայց այս իրավիճակը անցնելու է։ Այս իրավիճակը անցնելու է եւ ես վստահեցնում եմ ոչ շատ հեռավոր ապագայում այդ նույն միջազգային կառույցները անդրադառնալու են այսօրվա ժողովրդավարության խախտումներին, արձանագրելու են քաղբանտարկյալների արկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հետևաբար սա այս ամենաթույլ հակափաստարկն է, որ կարող են բերվել այս իշխանությունների կողմից, որովհետեւ փաստերը եւ ԵԽԽՎ բանաձևը փաստում են, վկայում են, որ այս մարդիկ քաղբանտարկյալներ են, որովհետև չի կարող հասկանում եք խոսքի համար Միքայել Սրբազանը ուրեմն դատապարտվի, մեղավոր ճանաչվի եւ դատապարտվի ազատազրկման 2 տարով, եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դա ապացուցված չէ եւ այլն, 2 տարի ազատազրկումը, եթե մենք նայում ենք միևնույն դատավորի կողմից նմանատիպ կամ միջին ծանրության կայացրած որոշումներով բոլորովին այլ պատիժների են արժանացել, այսինքն ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ են նշանակվել, Միքայել Սրբազանի պարագայում պատիժը նշանակվում է 2 տարի։ Սա ակնհայտ խոսում է, որ մարդիկ քաղաքական բանտարկյալ են եւ ուզում եմ նաեւ անդրադառնալ Լիդիային, քանի որ վերջին եւ լսումների ընթացքում եւ վերջին մի քանի օրերի ընթացքում քաղաքական եւ հանրային գործիչների ուրեմն ուշադրության կենտրոնում հենց Լիդիայի կալանքներ հանդիսանում, վստահեցնում եմ, եթե չլիներ հանրային ճնշումը, ապա Լիդիան շարունակելու էր մնալ կալանքի տակ, որովհետեւ ընդամենը 1 շաբաթ առաջ դատանը որոշել էր, որ եւս 3 ամսով պետք է ուրեմն երկարացնի Լիդիայի կալանքը։ Այսինքն այս պարագայում մենք կարող ենք ֆիքսել, որ երբ հանրային ճնշում կա եւ արդարացի հանրային ճնշում կա եւ արդարացիորեն մարդիկ ֆիքսում են, որ այս մարդիկ քաղբանտարկյալ են, իսկ Լիդիան էլ լրացուցիչ կալանքով պատժի է ենթարկվում, այսինքն դա կալանք չէր, դա ըստ էության պատիժ էր Լիդիայի նկատմամբ, այդ հասարակական ուրեմն ճնշումը ազդում է նաեւ դատավորների, առանձին դեպքերում իրավապահ մարմինների, մյուս ներկայացուցիչների վրա, որպեսզի վերջիններս առաջնորդվեն իրավունքով եւ օրենքով եւ ոչ թե այն պատվերով, որ իջեցվում է իրենց կառավարության կողմից։ Կարծում եք ազդեցություն ունենում է ամեն դեպքում եւ նաեւ այդ լսումների հետ կապված իշխանությունը ներկայացնում էր, որ շատ քիչ մարդ է եկել, ոչ մի բովանդակային ելույթ չի հնչել, փաստարկներ բերված չէին եւ այլն եւ այլն։ Լսումների ընթացքում ներկայացվել են փաստարկներ եւ ներկայացվել են փաստարկներ նաեւ այդ մարդկանց պաշտպանությունը իրականացնող փաստաբանների կողմից, հետեւաբար այս առումով բովանդակային առումով լավ կլինի, որ իրենք փորձեն գոնե իրենց խոսույթը բովանդակային առումով հավասարեցնեն կամ ձգտեն իրենց խոսույթով
այն ելույթներին, որոնք որ հնչել են լսումների ընթացքում, ինչ վերաբերում է մարդկանց քանակին եւ այլն, ներկայացված են եղել իսկապես լուրջ թվով մարդիկ, ներկայացված են եղել իրավապաշտպանները, ներկայացված են եղել փաստաբաններ եւ այլն, բայց շատ այսպես հեշտ է լսումների կեսին եւ մարդկանց մի մասը առանձին աշխատասենյակներում մեր падգամավորների հետ քննարկում էր անելիքները քաղբանտարկյալներին, ուրեմն օգնելու, աջակցելու եւ ի վերջո նրանց ազատմանը հասնելու ուղղությամբ գալ եւ ասել եւ դատարկե։ Ես կուզենայի իրենք պարզապես հիշեին, թե օրինակ իրենց վարչապետի ներկա մասնակցությամբ բյուջեի քննարկմանը իրենց падգամավորներից քանիսն են ներկա լինում ազգային ժողովի դահլիճում։ Իհարկե Երբ Փաշինյանը ներկա է, բոլորը ներկա են, բայց երբ որ Փաշինյանը գնում է բյուջեում 1-2 հոգի են նստած։ Այո, այսինքն այս ամենակարևոր հետեւաբար մենք էլ կարող ենք ասել, որ այդ բյուջեն ձեր падգամավորներին ամենևին հետաքրքիր չէ, իրենք դահլիճում չեն լինում եւ բովանդակային քննարկում այդ առումով գոյություն չունի։ Դատախազներ չեկավ փաստացի եւ նաեւ դուք դեսպանների էիք հրավիրել, իրենք եւս ինչու չեկան, սա արդեն իսկ վերաբերմունքի հարց է։ Մենք ուղարկել էինք դիվանագիտական ներկայացուցիչներին, ներկայ էր ներկայացուցիչ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից, ուղարկել էինք նաեւ միջազգային մնացած կառույցներին, ովքեր ներկայացուցչություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, այո, նրանք ներկա չէին եւ դա հավաստում է իմ քիչ առաջ հնչեցրած միտքը, որ այս պահին աշխարհակաղակական զարգացումներով պայմանավորված իրենց պարզապես ձեռք է տալիս չտեսնել, չֆիքսել այն բոլոր խախտումները, որոնք առկա են ժողովրդավարության ոլորտում եւ որոնք որ ըստ էության բերելու են ժողովրդավարության հետընթացի։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին, ես անկեղծ ասած այդպիսի միամտություն չունեի ակնկալելու, որ գլխավոր դատախազը ներկա է լինելու լսումներին, դա էլ մարտի 1-ով լսումներ չէր, որ գլխավոր դատախազը գար եւ ակտիվ մասնակցություն ունենար այդ լսումներին, այո, նա պետք է գար եւ լսեր իրենց կողմից թույլ տված խախտումների մասին, իրենց կողմից բերված կեղծ եւ հարուցված կեղծ վարույթների մասին եւ հետեւաբար ըստ էության ինքն էլ պատրաստ չէր լսել այն ամեն ինչը, ինչ այդ լսումների ընթացքում կբարձրացվեր մասնակիցների կողմից։ Բայց հատկապես շատ թիրախավորում եմ, որ նախկին իշխանությունների կողմից ուժերը, որ խոսում են քաղբանտարկյալների մասին, այսինքն հենց նախկին իշխանությունների ժամանակ էլ կային քաղբանտարկյալներ եւ հիմա մեղադրում եք այս իշխանությանը։ Գիտեք, դա ամենաթույլ հակափաստարկն է, որ երբևէ կարելի է բերել, որովհետեւ այո, որևէ մեկը չի հերքում, որ նախկին իշխանությունների ժամանակ եղել են խնդիրներ, նախկին իշխանությունների ժամանակ եղել են կասկածելի հիմնավորումներով քրեական գործեր, ես ինքս նախկին իշխանությունների ժամանակ մատնանշել եւ խոսել եմ այդ բոլոր խնդիրների մասին եւ այլն, բայց մենք խոսում ենք այսօրվա քաղբանտարկյալների մասին։ Այսինքն, եթե նախկինում եղել են խնդիրներ, դա արդարացնում է այսօրվա քաղբանտարկյալների առկայությունը, այսինքն, եթե նախկինում այո մարդիկ հայտնվել են կալանավայրերում կասկածելի իրավական հիմնավորումներով, դա նշանակում է, որ այսօր իրենք իրավունք ունեն գրեթե 40 անձի, հիմա գոնե խափանման միջոցները փոխվել են, մի փոքր քչացել են, բայց այդքան մարդու իրավունք ունեն տանել կալանավայրերում պահել զուտ նրա համար, որ ուզում են այդ մարդկանց պատժել։ Սա գիտեք չգիտեմ, նույնիսկ բառ չեմ կարող գտնել որակելու համար, թե ինչպիսի ամենաանհիմն, ամենաիմաստազուրկ հիմնավորումն է, որ կարող է այսօր բերվել այս իշխանությունների կողմից։ Իսկ իրենք չեն տեսնում, թե այսօր կալանավայրերում կալանքի տակ ինչքան մարդ է գտնվում։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք քաղբանտարկյալներին, իրանց իշխանության օրոք է, որ դատավճիռ չկայացված չունեցող գործերով հսկայական թվով մարդիկ կալանավայրերում են։ Սա իհարկե աբսուրդ է, սա իհարկե Ինչի մասին իրենք էլ են խոսում, որ կալանքը շատ է կիրառվում, չարաշահվում է։ Այո, եւ դա իրենց քաղաքականության հետևանքն է։ Եվ իհարկե սա խոսում է այն մասին, որ այսօրվա իշխանությունները արդեն իսկ որևէ
քաղաքական կամք չեն դրսևորելու հրաժարվել ռեպրեսիվ մեքենայից, որ իրենք գործի են դրել, այդ մեքենան իհարկե սկսեցին աշխատեցնել 2018 թվականից հետո, բայց այս 7 տարվա ընթացքում այդ մեքենան իսկապես շատ լուրջ թափ է հավաքել եւ ես մեկ անգամ զգուշացրել եմ, եւս մեկ անգամ ուզում եմ այդ իշխանության ներկայացուցիչներին զգուշացնել, որ հենց իրենք են ընկնելու այդ ռեպրեսիվ մեքենաների թափանիվի տակ, որովհետեւ իրենց կողմից ստեղծված մեխանիզմները, իրենց կողմից ստեղծված այս համակարգը հենց իրենց էլ խժռելու է։ Վաղամյուսօր չի լինելու որևէ մեկը, որ կկարողանա իրենց փրկել իրենց կողմից ստեղծված անօրինականություններից։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։